Ազգային ժողովրդավարական բևեռի ընտրական ցուցակի 3-րդ համարը եւ առաջին կին տեխնացուն։ Նրա մուտքը քաղաքական պայքար լոկ մասնակցություն չէ, այլ առաքելություն վերադարձնելու հայ կնոջ այն վեհ ու աննկուն ոգին, որով հազարամյակներ շարունակ կերտվել են մեր հաղթանակները։ Արմինե Սախոյան, իսկական հայուհու այն բացառիկ օրինակը, ում ներկայությունն ամենուր տարածում է լույս, ուժ եւ հայրենատիրություն։ Ծնվել է 1974 թվականին քաղաք Չարենցավանում, իր մեջ կրելով այդ քաղաքի ամրությունն ու պարզությունը։ Մանկավարժի կրթությունն ու բուժքրոջ մասնագիտությունը նրան տվեցին մարդուն լսելու եւ ցավը զգալու բացառիկ կարողություն։ Տարիներ շարունակ լինելով բիզնես խմբի առաջնորդ, նա կոփեց իր կամքը, սակայն նրա ամենամեծ առաքելությունը 4 զավակների մայր լինելն է։ Հենց մայրական բնազդն էր, որ 2020-ի օրհասական պահին նրան դուրս բերեց փողոց։ Երբ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց կամավորագրում, Արմինեն անվարան կանգնեց բևեռի կողքին։ Այնտեղ, որտեղ կա ակտիվ պայքար, Արմինեն առաջին շարքերում է, ամենաթեժ կետերում։ Նրա մուտքը մեդիադաշտ պատահական չէր։ Մարդկանց հետ անմիջական ու անկեղծ շփումները, յուրաքանչյուրի պատմության մեջ խորանալու ձգտումն ու անհանգիստ հետաքրքրասիրությունը դարձան այն խթանիչ գործոնները, որոնք նրան բերեցին մեդիա ոլորտ։ Որպես պայքարող ու որոնող անհատականություն 2021 թվականին Արմինե Սախոյանը միացավ Ազգային ժողովրդավարական բևեռի մեդիա թիմին։ Նրա համար մեդիա հարթակը ճշմարտության պաշտպանության խրամատ է։ 2023 թվականի Արցախի ողբերգական կորստից եւ մեր հայրենակիցների բռնի տեղահանումից հետո Արմինեն իր ուսերին վերցրեց մի սրբազան բեռ, դառնալով տեղահանված արցախցիների ամենօրյա հոգսի, ցավի ու հույսի անդավաճան կրողը։ Նա չսահմանափակվեց լոկ լուսաբանմամբ, նա ապրեց նրանցից յուրաքանչյուրի ճակատագրով։ Այդ նվիրումի գագաթնակետը դարձավ նրա հեղինակած հատուկ հաղորդաշարը արցախցի փոքրիկների մասնակցությամբ։ Սա պարզապես հեռուստատեսային նախագիծ չէ։ Սա ոգեղեն մի ամրոց է, որը կառուցված է արցախյան բարբարի պահպանման հիմքի վրա։ Միայն հզոր ոգու տեր եւ անմնացորդ հայրենասեր կինը կարող էր այդ չափ նրբությամբ ու խորությամբ գիտակցել, որ Արցախի շունչը պահելու համար պետք է պահել մանուկների շուրթերից հնչող մայրենի բարբարը։ Արմինեն իր այդ գործունեությամբ պայքարում է, որ Արցախի կենթանի ոգին երբեք չմարի մեր սրտերում, այլ դառնա այն կայծը, որից մի օր կրկին բռնկվելու է վերադարձի հուրը։ 2024 թվական, երբ Տավուշում սկսվեց գյուղերի, ռազմավարական բարձունքների եւ կենսական նշանակություն ունեցող տարածքների ամոթալի հանձնման գործընթացը, Արմինեն առաջինն էր, որ նետվեց անհավասար պայքարի մեջ։ Շաբաթներ շարունակ, գիշեր-ցերեկ Արմինեն անցկացրեց Տավուշի լեռներում, այնտեղ որտեղ հայ մարդու թիկունքն ամենախոցելին էր։ Նա քաջաբար դիմակայում էր, լուսաբանելով յուրաքանչյուր թիս հողի կորստի աղետալի հետևանքները եւ մերկացնելով դավաճանական այդ պրոցեսի ամբողջ էությունը։ Հետո երբ թշնամու պատվերով հալածանքների թիրախում հայտնվեց հայոց հոգևոր հենարանը եկեղեցին, Արմինեն կրկին կանգնեց առաջին շարքերում։ Տեսնելով այն անթակույց ճնշումներն ու հալածանքները, որոնք այսօրվա ռեժիմը սանձազերծել է դարավոր սրբությունների դեմ, նա իր ամբողջ ոգեղենությամբ լծվեց եկեղեցու պաշտպանության գործին։ Արմինեի համար հայրենիքն ու հավատքը մեկ ամբողջություն են, եւ նա իր գործով է ապացուցել, որ պատրաստ է կանգնել այդ երկու սրբությունների պաշտպանության դիրքերում մինչև վերջ։ Արմինեի անկոտրում ոգեղենության իրական ուժը մենք տեսանք նաև վերջերս։ Երբ շատերը լռում էին, Արմինե Սախոյանը գործեց։ Ապօրինի քարոզարշավի քողի տակ իրականացվող հերթական ներկայացման ժամանակ նա առաջինն էր, որ որպես հայրենատեր հայուհի մոտեցավ Նիկոլ Փաշինյանին եւ նրա աչքերին նայելով հնչեցրեց այն ճշմարտությունը, որն այսօր սեղմված է յուրաքանչյուր արժանապատիվ հայորդու կոկորդում։ Արցախը Հայաստան է, իսկ դու դավաճան։ Նա հայ մոր եւ պայքարող կնոջ այն բացառիկ տեսակն է, որի առջև խոնարհվում է վախը եւ նահանջում ստորությունը։ Նրա անվախությունն այսօր օրինակ է, իսկ տեսակը բացառիկ հարստություն մեր ազգի համար։ Արմինե Սախոյան, բևեռի ընտրական ցուցակի 3-րդ համարը եւ առաջին կին տեխնացուն։ Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն։ Ի գործ։